պետք է փոխենք նաև մեր այստեղի մտածելակերպը։ Այդ ուժն է ծնում իրավունք, որը մենք մտցրել ենք կենցաղի մեջ, որ եթե ունես ուժ պետք է ճնշես բոլոր նրանց, ովքեր քեզնից թույլ են, որ բանով միայն կարելի է, գորբայությամբ կարելի է ինչ-որ բանի հասնել, որ կրթությունը կարևոր չէ, աշխատասիրությունը կարևոր չէ։ Այս ամեն ինչը կարող է տեղափոխվի եւ բանակ։ Ես կարծում եմ, սա երկկողմանի ճանապարհ է եւ ինչքան ավելի բանակում ներգրաված լինեն, ասենք ասեմ, պետական կառույցները, ինչքան ավելի շատ մտավորականներ այցելեն բանակ, ինչքան ավելի շատ հանդիպում լինի զինվորականների հետ։ Զինվորականները պատրաստ են խոսելու դաս թեմայով եւ իրենց հետ պետք է խոսելու դաս թեմայով։ Ոչ թե իրենց պատմել միայն մեր ուրեմն երկրի փառահեղ անցյալ ինչ ա եղել Տիգրան Մեծի ժամանակ, այլ խոսել այսօրվա մասին, այսօրվա աշխարհի մասին։ Երիտասարդները ուզում են այդ ամեն ինչը լսեն, իմանան եւ ուզում են անկեղծ խոսակցության մասնակցել։ Դա նաեւ օգուտ է տալիս մեզ, մենք ավելի լավ ենք ճանաչում բանակը։ Մենք ես նկատի ունեմ մարդիկ, որոնք արդեն վաղուց ապրում են բանակի շրջանակներից դուրս։ Բայց եթե մենք խոսում ենք, անհանգստանում ենք բանակի վիճակի մասին, մենք այդ բանակը պետք է ներսից ճանաչենք։ Գնալա պետք, տեսնելա պետք։ Էլի եմ ասում, մի անգամ տեսնելը 1000 անգամ լավ է, քան 10 անգամ, 1000 անգամ ավելի լավ է, քան լսելը։